Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Իսրայելից պարոն Արտյոմ Չեռնոմորյանը, ում ես խնդրել էի, որ ինքը ուսումնասիրի, տեսնի թե ինչ հնարավորություններ է տալիս այս մեր շքերթը, այն զեն տեխնիկան, որը որ ձեռք է բերել Հայաստանը, եւ շատ շնորհակալ ենք պարոն Չեռնոմորյան, որ դուք մեզ արձագանքեցիք։ Ես տեսնում եմ, որ հայկական YouTube-ում շատ լուրջ քննարկումներ պրոֆեսիոնալ չկան, թե ինչ ցուցադրվեց մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում։ Ճիշտ ասած, իմ դուրը եկավ Գյորգի Թումասյանի վերլուծությունը, բավականին լավ էր պատրաստել, բայց ես հիմա շատ կցանկանայի, որ դուք ներկայացնեք այդ ամենը Իսրայելից, թե ինչպես երևաց այդ ամենը Իսրայելից, քանի որ դուք լավ ծանոթ եք իսրայելական զենքին, դուք նաև ռազմական լրագրող եք, այսինքն մասնակցել եք տարբեր գործողությունների ժամանակ եք եղել ռազմի դաշտում, թե Իսրայելում եւ թե ուրիշ տեղեր, եթե չեմ սխալվում, չէ։ Հիմնականում Իսրայելում եւ Լիբանանում։ Հիմնականում Իսրայելում եւ Լիբանանում, եւ դուք շատ լավ ծանոթ եք իսրայելական զենքին, նաև Ադրբեջանի ձեռքբերումներին Իսրայելից, դրա համար խնդրեցի ձեզ, որ փորձեք ուսումնասիրել, պատրաստել եւ հիմա այսօր մեր հաղորդման ընթացքում միասին կքննարկենք, թե ինչ ցուցադրեց Հայաստանը։ Շատ շնորհակալություն։ Ես ուղղակի 23 տարի ապրում եմ Իսրայելում եւ ուրեմն հետևելով բոլոր տեսակի զենքի վաճառքին Իսրայելի կողմից Ադրբեջանին, կազմել եմ մի քանի ցանկեր ըստ առանձին ուրեմն զինատեսակների, ըստ տարիների, ըստ վաճառված ուրեմն քանակի, ինչքան որ հնարավոր էր, ասենք, պեղել, հասկանալ միջազգային եւ տարբեր միջազգային ինստիտուտների, ասենք պատերազմների հետազոտման ինստիտուտի եւ այլն տարբեր տեսակի ռազմական ինստիտուտների, վերլուծաբանների, փորձագետների ընդհանուր արդյունքները իմի բերելով։ Նախ շատ ուրախացա, շատ հուզիչ էր Հայաստանի այդ զորահանդեսը տեսնել։ Առաջին անգամ տեսանք մեղուներին, տեսանք դևերին, դևերի ողջ սպեկտրը, ասենք, եւ ասենք շատ դուր եկավ, որ ասենք այդպիսի անուններ էին դրել զենքերի վրա։ Իսրայելում եւս ասենք, երբ որ զենք են գնում կամ ինչ որ զենքի կոմպոնենտներ, Իսրայելում եւս ընդունված է իրենց անուններով կոչել, ասենք օրինակ Arrow 3-ը Խեց 3-ն է, ասենք, այսինքն net, թարգմանաբար net, այսինքն ինչ որ իրենք արտադրում են կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համատեղ են արտադրում, իսրայելական զինատեսակներն ունեն իրենց եբրայական անվանումները, այնպես որ Շանտն է, Միհրն է, Արամազն է, ասենք պետք չէ այդ անուններից վախենալ, շատ ուրախ եմ, որ ասենք մեր ձեռք բերված զենքերն ունեն հայկական անվանումներ, թող այդպես էլ իմանան, որ հիմա Շանտը ադրբեջանցիներ թող այդպես էլ իմանան, որ հիմա Շանտը շանտահարելու է, Արամազդը իր կայծակով հարվածելու է կամ եւ այլն, թող փորձեն ընդհանուր եզր գտնել։ Փաստաթղթերը պատրաստած ցուցադրեք, նորից ցուցադրեցիք, բայց մեր հեռուստադիտողները չտեսան, թե ինչ ցանկով եք հիմա ներկայանում։ Ես ունեմ ուրեմն Իսրայելում ուզում եմ, չգիտեմ, չասեք, որ գլուխն եք ողում, բայց միակ հայ լրագրողն եմ եւ որ Իսրայելում ունեմ ամբողջական վերլուծություն ցանկերով, օրինակ 2008-2020 թվականին Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառված իսրայելական LoRa օպերատիվ մարտավարական հերթիլային համալիրի համազարգային կրակի հերթիլային հրետանային համակարգերի ցանկ, օրինակ սա իմ կազմած ցանկն է, այդ ամբողջությամբ տարիներով թվերով, թե ինչ քանակությամբ են մատակարարել։ Այստեղ ունեմ 2008-2020 թվականի Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառված Spike հրթիռային համակարգերի, ռազմանավերի, կորվետների ու զրահատեխնիկայի ցանկը։ Այսպես առանձին ցանկ ունեմ սրա հետ կապված։ Ունեմ առանձին ցանկ մի քանի էջից է պակասած, բայց երկուսն եմ ուղղակի առանձնացրել Իսրայելի կողմից վաճառված ԱԹՍ-ների ցանկն է ամբողջությամբ մի քանի էջի պատկերացրեք եւ նաեւ ամենակարևորը, երբ որ նայեցի մեր ուրեմն մարտական ուրեմն ռադիոլոկացիոն, չէ, դուք գիտեք տվյալները նույնպես։ Այո, կան տվյալները, օրինակ այստեղ ես ունեմ Ադրբեջանին վաճառված ռադիոլոկացիոն կայանների հակաօդային պաշտպանության համակարգերի զենիտահրթիռային համալիրների ցանկը, որ ամբողջությամբ պատրաստել եմ, ըստ քանակություններ կան, որ հայտնի են, թե որքան են վաճառել, թիվ ունեմ, աղբյուրներն ունեմ,
թվերն ունեմ, երբ են փորձարկվել, երբ են Ալիևին ցուցադրել, իհարկե ոչ բոլորը, կան տեսակներ օրինակ, որոնք որ հայտնի չեն եւ կան նաեւ ԱԹՍ-ներ, որոնք Ադրբեջան-Իսրայել մի քանի օրինակով է փոխանցել եւ ուղղակի մարտական պայմաններում հայերի վրա փորձարկել են եւ ասենք գրանցել են ոչ ցանկալի արդյունքներ, դրանք Ադրբեջանը ենթադրենք չի գնել։ Հիմա ըստ էության, հա, անցնենք այնինչ տեսանք։ Նախ անկեղծ ասած չհավանեցի մեր կողմից ձեռք բերված իրանական արտադրության AD-08 Majid Scorpion, հա, կարիճ այդ հակաօդային ուրեմն դրոնների ԱԹՍ-ների հակաօդային պաշտպանության համակարգը սրա մասին կարդացել եմ, օրինակ Իսրայելը շատ հանգիստ դրանք իսրայելյան օդուժը եւ ԱԹՍ-ները, հարվածային ԱԹՍ-ները, սրանք շատ հեշտությամբ շարքից հանում են, սրանք շատ ցածր հերավորության վրա են կարողանում ԱԹՍ-ներ խփել։ Մի կողմից սա լավ է, ասենք ավտոմատով կամ այսպես հրացանով խփելու փոխարեն այս հրթիռներն օգտագործել, որոնք նաև օպտիկական հնարավորություններ ունեն եւ հիմնականում ԱԹՍ-ները խոցում են օպտիկական հնարավորություններից Որ ելնելով։ չափով աշխատում է այնուամենայնիվ։ Ոչ չափով աշխատում է, բայց ասենք սրանց օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է եւ միայն այս անգամ այս Իսրայելի Ամերիկայի հետ պատերազմի ժամանակ են փորձել օգտագործել եւ սրանք հիմնականում չեն կարողացել իսրայելյան ոչ մի ԱԹՍ խոցել։ Այսա իրոք ցավով եմ ասում։ Ամերիկյան ԱԹՍ-ները, որ խոցում էին, ինչով են խոցում։ Ամերիկյան Չինական ԱԹՍ-ները այս զենքով։ այո, չինական զենքերով են խոցում, որքանով որ ես լսել եմ, բայց չեմ կարող, չգիտեմ, ասենք Իրանից ինֆորմացիան այնքան կտոր է, չեմ խոսում ռազմական ուրեմն ինֆորմացիան, հա, թե ինչ զենքեր են օգտագործել իրանցիները, ինչպիսի համակարգեր են օգտագործել։ Հնդկական, ասենք, Ակաշը, որը լուսան է կոչվում, հակաօդային պաշտպանության, ինչպես գիտենք, Պակիստանի հետ պատերազմի ժամանակ հնդկական զենքը չցուցաբերեց այնքան լավ, լուրջ, ուրեմն հնարավորություններ, որոնք որ ասենք նախապես հնդիկները այսպես գովազդում էին։ Տեսա, ասենք, Տոր M2KM ռուսական համակարգերը, սրանք ոչինչ, միջին կոպիտ ասած չեղածից լավ համակարգեր են։ Այսպես Սրան, երբ որ համադրում եմ, ասենք, հակաօդային պաշտպանություն, երբ որ առանձնացնում եմ, օրինակ, Իսրայելի կողմից վաճառված Ադրբեջանին 2008-ից մինչև 2020, իսկ դրանից հետո արդեն ավելի լուրջ համակարգեր են վաճառել Ադրբեջանին իսրայելցիներ, օրինակ, այստեղ կարող ես տեսնել մի քանի ռադիոլոկացիոն կայան, ինչպիսին են, օրինակ, Green Pine ELM ուրեմն ռադիոկայանը, որը 1.6 միլիարդ դոլար նախնական շրջանում զենքի ուրեմն շրջանակներում զենքի վաճառքի պայմանագրի շրջանակներում էին վաճառել։ Սրա հետ նաև մեկտեղ ունի շատ ավելի ունիկալ LM 2084 MMR ռադիոլոկացիոն կայանը, ավելի կարճ հեռահարության, ավելի հեշտ տեղափոխվող LMR 2106 NG կարճ հեռահարության ռադիոլոկացիոն կայանը եւ այսպես կարող եմ մի շարք ռադիոլոկացիոն կայաններ իսրայելյան շատ փորձարկված տասնյակ տարիներ պատերազմներում թերծված, Որը որ փորձված, գնել է որը որ Ադրբեջանը, գնել է Ադրբեջան, օրինակ 2016 բայց մենք թվականի ֆրանսիական շարժական ունենք հիմա, պարոն Մենք Չերնովյան։ ֆրանսիականը չտեսանք, խոսքը ասենք ֆրանսիական ուրեմն ռադիոլոկացիոն կան 2000, ուզում եմ ուղղակի հիշեմ, թե ոնց էր կոչվում ֆրանսիական ռադիոլոկացիոն կանա GM200 ֆրանսիական ուրեմն ռադարներն են, բայց չտեսանք այդ ռադարները եւ եթե ունենք Աստծուն փառք թող ցույց չտա։ Կարող է հայկական անվանման ներքո էին, ես տեսա շատ ռադարներ, Չէ, բազմաթիվ։ դրանք այնտեղ չկային, չցուցադրվեցին, որքանով որ ես հասկացա, ընդամենը 20-ից 30%-ն են ցուցադրել մեր նոր զինատեսակների եւ շատ ուրախ եմ, որ դրանք իմաստել չունի ցուցադրելը, այսինքն հիմնականում մամուլում հայտնված, հատկապես հնդկական մամուլն է շատ այսպես բարձրաձայնում, որ Հայաստանը դարել է շատ լուրջ ռազմական գործընկերը, ասենք Հնդկաստանի եւ հնդիկներն են այնտեղից շատ բարձրաձայնում, թե ինչ են մեզ վաճառել, որ իհարկե ես չեմ խրախուսում, պետք Մեծ է մասը բաները չկար, հա, նաև այդ հնդկականի, պարոն Չերնովյան, շքերթում։ Ինչպես
Ինչը որ ներկայացվում է հնդկական մամուլում, դա եւս մեծ մասը չկար, հաստատի։ Չէ, մեծ մասը հակառակ կար, եւ ակաշը կար, եւ պինական կար, եւ ատաքս ուրեմն հնդկական արտադրության հրետանային համակարգերը կային, որոնք տորք էին կոչվում, ակաշը մերոնք անվանել էին լուսան, հա, պինականը շանթ էին անվանել համազարգային կրակի համակարգերը պինականները շանտեն են եւ տեսանք ասենք հրետանից սեզարները տեսանք ասենք ատաքսը հնդկական նրանով է լավ որ նրանք լեռնային պայմաններում են հարմարեցված այսինքն լեռնային բարձր պայմաններում լավ բավականին լուրջ մարտական ուրեմն առաջադրանքներ կարող են իրականացնել բայց երբ որ համեմատում ես ասենք ատաքսը կամ մի քանի սեզարները այն ուրեմն համակարգերի հետ որ Ադրբեջանն է ձեռք բերել ասենք Իսրայելից սրանք ուղղակի Իսրայելից 30 համալիր 2006 թվականին նախնական տվյալներին ինչ որ ես ունեի որ 30 համալիր տրվել է Lynx համազարգային կրակի համալիրներն են սրանք բավականին լուրջ զենք է որոնք անընդհատ Իսրայելը օգտագործում է տարբեր ռազմական գործողությունների ժամանակ դե լորայի մասին լսել եք որ օգտագործվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եւ մեր խոսվել էր մեր ուրեմն կամուրջներից մեկը 2017 թվականին որոշ աղբյուրների համաձայն 500 միլիոն դոլարի նախնական ուրեմն Ալիևը պայմանագիր է կնքել եւ 50 հրթիռ էին փոխանցել սկզբից 50 ուրեմն լորա բալիստիկ այս հրթիռները որոնք կարող են տեղադրվել ինչպես նավերի վրա, այնպես էլ ասենք բեռնատար մեքենաների վրա։ Ընդ որում Լորան Israel Aerospace Industries կազմակերպության բավականին լուրջ ձեռքբերումներից մեկն է ու իդեպ մի բան էլ ասեմ, Լորան իսրայելյան բանակի մեջ մարտական հերթափոխի դրված չէ։ Այսինքն առաջին բալիստիկ կասետային հրթիռը, որ Իսրայելը վաճառել է, դա եղել է Լորան ու վաճառել է Ադրբեջանին։ Իսկ իր բանակը չունի Լորաներ, որովհետև ինչպես գիտեք, Պաղեստինը համարվում է Իսրայելի ինքնավար մարզը եւ ինքը իր քաղաքացիներին իր ինքնավար մարզի ժողովրդին բալիստիկ հրթիռներով խփելու իհարկե ցանկություն չունի, ոչ էլ ասենք դրա մարտավարական հնարավորությունները, անհրաժեշտությունները կան։ Այս Ինչ է ձեզ ընդհանրապես շատ հետաքրքրեց, պարոն Չեռնոմորյան, հայկական շքերթից։ օրինակ հայկական շքերթում տեսա նաև այն մեծ ԱԹՍ-ները, որ մարդիկ այսպես շատ ուրախությամբ նայում էին, հա։ Հետաքրքիր տեխնոլոգիա է։ Պինակ 2000 պինակ կիլոմետրի վրա կարող է հարված ասել 28 ժամ օդում մնալ, բայց շատ մեծ է։ հա, ինքը Աղբերը։ նախ շատ մեծ է, շատ հեշտությամբ կարելի է այդ կարգի թիրախները հայտնաբերել, շատ հեշտությամբ, մանավանդ որ Իսրայելը նաև չմոռանանք, որ Ադրբեջանին Հայտարարեցին անտեսանելի է հա, դե շքերթի ժամանակ։ հայտարարեցին որ անտեսանելի է, բայց անտեսանելի չկա, ասենք կարող է անտեսանելի հայկական ռադարների համար, բայց ասենք իսրայելյան ռադարների համար լավ էլ տեսանելի լինի, որովհետև իր չափերով բավականին մեծ է եւ այդ SH4 ԱԹՍ-ն, որը կարծեմ նետ էր, հա, անվանվում մեծ այդ ԱԹՍ-ները 3 հատը որ ցուցադրեցին իրար չափերով շատ այսպես մեծ էր ինքնաթիռի նման բայց ցավոք սրտի ասենք երբ որ նայեցի մեր հագաութային ասենք հետախուզական մեր ԱԹՍ-ները, հա, որ սա էլ է հետախուզական եւ ասենք ասեցինք մինչեւ 200 կիլոմետր կարող է շարավով թռնել 20 ժամոտի մեջ մնալ եւ այլն այս չինականները սրանք պատերազմներում ընդհանրապես օգտագործված չեն պատերազմում թերծված չեն վստահ չեմ թե հայկական ասենք օթում պատերազմի պայմաններում իհարկե Այդ փորձարկված չեն պարտսավերը մեր լավ տվյալներ ուներ, քան Բայրակտարը կամ մնացածները։ Այսինքն 28 ժամը ֆենոմենալ ժամանակ է, երկարությունն էլ ֆենոմենալ է։ իր 2000 բարձրության կիլոմետր, իր պատալոկ 8500 այո, ես գիտեմ լսելիցի, բայց իր բարձրության առումով Բայրակտարից զիջում է։ Բայրակտարը մինչև 10-10.5 կիլոմետր կարող է բարձրանալ, նրա մաքսիմալ բարձրությունը, եթե չեմ սխալվում, 8900 մետր էր։ Այսինքն Բայրակտարը շատ ավելի բարձր է կարող թռնել եւ վերևից խոցել, ասենք, իր հրթիռով հենց այս հրթիռին։ Այնպես որ ես շատ չզարմացա, իմ համար օրինակ տեսեք
կարող եմ պարզանալ, որ 44-օրյայի ժամանակ մեր հայկական բանակը աշխարհում միակ բանակն է, որ խոցել է Իսրայելյան Hermes 900 եւ Hermes 450 տեսակի ԱԹՍ-ներ։ Սրանք օրինակ Hermes 900-ը, որը ասենք Ադրբեջանին հիմա նայեմ ցուցակիս մեջ Hermes-ների մասին, օրինակ Hermes-ները մինչև 11 կիլոմետր բարձրության վրա կարող են բարձրանալ, մինչև 11 կիլոմետր եւ շատ լուրջ հետախուզական իրենցից ուրեմն ներկայացնում են հնարավորությունը Hermes 900-ը ընդհանուր առմամբ 15 հատ Hermes ունի Ադրբեջանը, պատկերացրեք ինքը նույն այս չինականի նման բավականին մեծ ԱԹՍ է եւ մինչեւ 11-12 կիլոմետր բարձրության վրա կարող է հետախուզություն իրականացնել եւ սա իսկապես ռադարների կողմից տեսանել է թե մեր հայերը ինչպես էին կարողացել աշխարհում, երբ որ Վիկիպեդիան ես բացում, մեր հայկական բանակը 44-օրյայի ժամանակ թե ինչ միջոցով են խփել, միայն Աստված գիտի, որովհետև մեր ունեցած այդ հին Օսակայի 70-ական թվականները, որ մերոնք ասենք փոխել էին միջի տեխնոլոգիաները, ավելի ժամանակից էին սարքել, որովհետև դրանք շատ էժանագին ու խփեն երևի, պարոն Չեռնովարյան։ վստահ եմ հիմա շատ ավելի լավ կխփեն Աստված տա, հա, բայց ամենայն դեպս Hermes 900-ները, Hermes 400-ները, որոնք որ Ադրբեջանը անընդհատ ցուցադրում է իր ռազմական շքերթների ժամանակ, մենք նման ցավոք սրտի ԱԹՍ-ներ չունենք, որոնք պատերազմ անցած են, որոնք տասնյակ ռազմական գործողությունների ու պատերազմների եւ մեկ անգամ խփված են հայերի կողմից, այո։ Ասենք ադրբեջանական շքերթների ժամանակ տեսնում ես Sky Striker հարվածային անօդաչու թռչող սարքերը եւ մեզ բոլորիս հայտնի ասենք հարոպներով հարյուրավորներ են արտադրում եւ վաճառում են Ադրբեջանին, այնքան ադրբեջանական պարկը հարոպների բավականին մեծ է, մեր դևերը ասենք տեսակ է հարոպի նման մենք էլ ԱԹՍ ունենք, բայց նա ավելի մինի տեսակն է հարոպների, հարոպի մարտակ գլխիկը մի փոքր ավելի մեծ է եւ օգտակար գործողության գործակիցը շատ ավելի բարձր է եւ ավելի բարձր բարության վրա եւ այդ բարաժիրուիշի հա այդ կոմպոնենտը որ կա ազատ ուրեմն շատ ավելի մեծ է ցավոք սրտի ասենք երբ որ նայում եմ այս ողջ այս ցուցակային ԱԹՍ-ները, որոնք որ ասենք վաճառված են Ադրբեջանին, մենք դեռ շատ անելիքներ ունենք, բայց ամենակարևորը կոնցեպտը հայկական բանակի հակաօդային պաշտպանությունը կազմակերպելու սեփական ուժերով, սա իմ համար շատ ուրախալի էր, տեսա նաև ռեակտիվ ԱԹՍ-ներ, այսինքն մեծ արագությամբ ռեակտիվ հրթիռներ, հա, ԱԹՍ հրթիռներ, դրանք շատ դուրս եկավ անկեղծ ասած, դրանք չէի տեսել, լսել էի որ կան, բայց չէի տեսել դրանք, ասենք իրականում ինչ տեսք ունեն, շատ ուրախացա։ Հայկական արտադրության։ Այո, հայկական արտադրության, այո։ Եվ պետք է ցավոք սրտի ասեմ նաև, որ 2017-18 թվերից արդեն Բաքվում գործում է այն ժամանակ Aeronautics Defense Systems կազմակերպությունը համատեղ Բաքվում հիմնել են ազատ գործարանը, ազատ Systems LTD ձեռնարկությունը, որը ասենք արտադրում է օրբիտեր տեսակի հրթիռներ։ Եթե հիշում եք Aeronautics Defense Systems-ը սկանդալի մեջ էր հայտնվել, երբ որ նրա երկու հրամանատարները որպեսզի ադրբեջանական կողմին համոզեին, որ իրենց օրբիտեր 1 կա հարվածային ԱԹՍ-ն, որը մոտ 2 կիլոգրամ պայթուցիկ նյութ ունի, կարող է հարվածել հայկական դիրքերին եւ վնասներ պատճառել, սրանք վերցրել են վահանակը եւ Իսրայելից կառավարելով հարվածել են հայկական դիրքերին, երկու հայ զինվոր էր վիրավորվել Այստեղ մենք բավականին լուրջ ցույցեր կազմակերպեցինք եւ նամակներ գրեցինք կառավարությանը եւ նաեւ Հայաստանի կառավարությունը դիվանագիտական ուրեմն ճանապարհով բողոքել Իսրայելի դեմ եւ այդ կազմակերպությունը բանկրոտ ճանաչվեց բանկրոտ, փոխվեց անունը փոխեցին ուղակի, այսպես խաղացին հрьяաները եւ փաստացի մինչեւ որսել օրբիտեր 1 կան, օրբիտեր 2-ը, օրբիտեր 3-ը, օրբիտեր 4-ը Ադրբեջանը արտադրում է անունը փոխված այդ գործարանի հետ համատեղ այդ երկու մարկանց էլ ասենք գործից հանեցին, ասենք չգիտեմ խայդարակարեցին, փախարակեցին, բայց ամենայն դեպս կնքված պայմանագիրը Իսրայելը ի վերջո իր պարտավորությունները
այդ այսինքն Ադրբեջանի նկատմամբ կատարեց Պարոն ցավոք։ Չեռնոմորյան, դուք տեսաք այդ շքերթի ժամանակ FPV դրոնների նման դրոններ, այսինքն փոքր դրոններ, բայց որոնք որ կարող են արտադրել շատ մեծ քանակությամբ, շատ ավելի էժան, քան թշնամու հակաօդային պաշտպանությունը եւ ռումբերն է։ Այսինքն որ պատերազմի Նայես ժամանակ հնարավոր լինի օրական մի քանի 100-ը կիրառել մի քանի ամիսների ընթացքում։ Որքան հասկանում եմ, Հայաստանը արդեն ունի այն տեխնոլոգիաները, որ միաժամանակ կարող է դրոնների, ԱՏՍ-ների պարզ օդ բարձրացնել եւ հասարակ, ասենք, մեր անկախության տոնի օրը այն ԱՏՍ-ների գեղեցիկ գույներով փոխվող այդ շոուները եւ այլ եւ այլ, սա Չինական են դրանք։ այո, կարևոր չէ ինչական են, կարևորն է, որ այն տեխնոլոգիան, այն հնարավորությունը մենք էլ ունենք, այսինքն առաջին անգամ ԱԹՍ-ների պատմության մեջ Իսրայելը որպես ռազմական գործիք օգտագործեց հայերի դեմ 44-օրյա պատերազմի մեջ ԱԹՍ-ների պարսը, երբ որ միանգամից օդ բարձրացվեց 2000 ԱԹՍ, հասկանում եք սա ինչ էր։ Միանգամից օդ էին բարձրացել 2000 ԱԹՍ, դրա համար մեր օրվա ընթացքում մեր ողջ հակաօդային պաշտպանությունը, այն ինչ որ կար սովետական մետաղի ջարտոնը, հա, ռուսների գլխավորությամբ, ամբողջությամբ մեր հնարավորությունները վերացրեցին եւ հարոպները եւ օրբիտերները քանի տեսակի ԱԹՍ մեր դեմ օգտագործեցին եւ հետախուզական էին անում եւ պատկերացեք ինչքան լավ հետախուզություն ունեն, նաեւ Իսրայելը Ադրբեջանին արբանյակներ է վաճառել, այնպես չէ որ արբանյակները Ադրբեջանը չունի։ Մենք ունենք ընդամենը երկու արբանյակ, մեկը ռազմական նշանակության, մեկը շատ ավելի փոքր գիտահետազոտական, այսինքն մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եթե շարունակենք մեր համագործակցությունը, մենք շատ լուրջ հնարավորություններ կունենանք շատ ավելի լավ զինվելու, քան ասենք Ադրբեջանի նույնիսկ իսրայելական զինատեսակներ ունենալով։ Վերադառնալով ձեր հարցին ԱՏՍ-ների, ես շատ ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը չի ուղարկում մասնագետներ Ուկրաինա։ Այսօր հիմնական ռազմական գործողությունները տեղի են ունենում Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև եւ ինչպես տեսնում եք ուկրաինական ստորաբաժանումներ ԱԹՍ-ների ֆանտաստիկ հնարավորություններ եւ միջոցներ են կիրառում ռուսական, ասենք, թիկունքը մինչեւ 2000-2200 կիլոմետր ԱԹՍ-ներ ունեն հարվածային ուկրաինացիները։ Ինչն է հայերին խանգարում պատվիրակություն ուղարկել այդ մասնագետներին հրավիրել Զելենսկին էլ իր բերանով ասեց. ինչու Ադրբեջանը անընդհատ մեզանից առաջ է ընկնում։ Խոսքը այստեղ այնքան էլ փողի մասին չէ, որովհետեւ հնարավոր է ստեղծել Հիմա էլ թեկուզ ամենալավ առիթն է կարծում եմ։ Ռուսները թույլ են Հիմա է տալիս շատ որ լավ մենք արիթ է 3D այն պրինտերների, 3D պրինտերներ կան, կարելի է ասենք մի քանի 100 3D պրինտերներ առնալ, ինչպես Ուկրաինան է անում։ Ասենք հանձնարարությունը տալիս ես, պլաստիկը Չինաստանից առնում ես, այդ հումքը առնում ես, կամ կարելի է նաև հայկական ուրեմն Հայաստանում այդ պրինտերները, ասենք հումքի արտադրությունը կազմակերպել։ Կարծում եմ հայերը ունեն այդքան ինտելեկտ եւ շնորհք, որպեսզի դրա արտադրությունը կազմակերպեն Հայաստանում, հենց հումքի արտադրությունը կազմակերպեն, որովհետեւ մենք ունենք բավականին լուրջ Ուկրաինան հումքային բազա կկիթվի նման Հայաստանի հետ տվյալ տեխնոլոգիաներով, չէ՞ որ Հայաստանը Ես հակվի անդամ է։ վստահ եմ, ես վստահ եմ, շատ եմ խոսել ուկրաինացիների հետ, նրանք Զելենսկու հենց այցը Հայաստան եւ իր առաջարկությունը ստրատեգիական համագործակցություն ունենալ Հայաստանի հետ, ըստ ձեզ ինչ էր նշանակում։ Նրանք ինչ համակարգով են Նրանք ստեղծում են համատեղ ձեռնարկություն, բերում են մեզ իրենց տեխնոլոգիան FPV դրոնների, որոնք այսօր արդեն մինչև 50 կիլոմետր կարող են FPV դրոնները թռչել օպտիկական ուրեմն կաբելների միջոցով հասկանում եք 50-ից 60 կիլոմետր արդեն մինչև FPV դրոններ կան այո Դա այսօր ռեկորդ է։ որ կարող են ասեն ինչպես Դա ռեկորդ է իրոք։ Այո, ու Ուկրաինան կարող է ստեղծել Հայաստանի հետ համատեղ ձեռնարկություն, Ուկրաինայի ուղղակի պայմանն ինչ է, որ մի մասը մենք պետք է Ուկրաինային փոխանցենք։ Այսինքն ստեղծում են համատեղ գործարան, տալիս են մեզ բոլոր տեխնոլոգիաները, ընթացքում կատարելագործվում են այդ տեխնոլոգիաները արդեն մարտի դաշտում, Հայաստանն էլ կունենա աշխարհում Ուկրաինայի նման գերզարգացած հակաօդային պաշտպանություն, երբ որ ասենք Ալիևի այն ռուսական Դե մետաղի տեսնենք պարոն ջարդոնը, որ Չերնոմյան ռուսները ինչպես կիրենց պահեն։ Կարծես ռուսները հիմա այդ ուղին բեռնել են արդեն։ Պարոն Այվազյան, ռուսների Մեր պահելը ուղղությամբ։ մեզ ընդհանրապես չպետք է հետաքրքրի։ Ռուսները մեր համար որևէ արժեք այս բանի Իրենք արդեն այդ ուղին չունեն, չեն բեռնել են ունենալու։ մեր նկատմամբ։ Համենայն դեպս ինձ ընդհանրապես ռուսները չեն հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության օտային պաշտպանությունը, ինձ հետաքրքրում է, որ այս ամեն ինչից մենք հետ չմնանք։
Սա ինձ հետաքրքրում։ Ես ուզում եմ երազում եմ, որ Հայաստանը լինի Ամերիկայի ամենահզոր դաշնակիցներից մեկը մեր տարածաշրջանում։ Տեսեք, ասենք այսօր Ռուսաստանը, որ Ամերիկյան վերցնես օդաչու Ռուսաստանը, թռչող սարքերը չցուցադրեցին, որոնց մասին հայտնի էր։ այո, դրանք մի քանիսն են, բայց դրանք պետք չէ ցույց տալ։ Շատ ճիշտ են արել, որ ցույց չեն տվել։ Պետք շատ թեմաներ կան, որ ասենք իմ կարծիքով պետք չէ ընդհանրապես ցույց տալ։ Սա այն հիմնական ամենակարևոր բանն է, որ ցույց տվեցին, շատ գոհ, շնորհակալ ենք ու շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը միլիարդավոր դրամներ ներդրումներ է կատարում, ասենք մասնավոր սեկտորում, ռազմաարդյունաբերության Իսկ այդ ոլորտում ու շատ շենիկները, ուրախ եմ, պարոն Չեռնոմորյան, որը մենք տեսանք Շենիկներն էլ են քայլող չինական արտադրության, որը շունիկը կարելի է տարել, վրայի անկեղծ ասած դուրս չեկա, որ Կալաշնիկով ավտոմատներով էին ման գալի շունիկները, գայլուկները, կարելի էր ասենք ամերիկյան արտադրության կամ ավելի շատ լավ հետաքրքիր ուրեմն հրաձգային զենք դնել գայլուկների շատ վրա, հա, նոր ոչ չփորձված թե տեխնոլոգիա է, չէ՞։ ինչպես։ Շատ նոր եւ չփորձարկված տեխնոլոգիա է, բայց ուղղակի պետք է Այո, այդ շատ նոր ամենի մեջ եւս լինել։ չփորձարկված Այո, ամբողջը նոր է հասկանում եք մարդու դաշտում չփորձարկված դրա համար ասում եմ որ մենք պետք է Ուկրաինայի հետ համագործակցենք Ուկրաինան տրոններ ունի ԱԹՍ-ն է ոչ թե թռչող այլ գետնային որոնք ասենք զինվորին էվակուացնում են մարդի դաշտից վիրավոր զինվորներին Հիմա այսինքն նաև էլ կարիք ռազմական չկա որ գործողություններ են վարում, այդպիսի դրոններ եւս ունեցան։ Նույնիսկ գյուղ էին այո ազատագրել, ունեն ինչ որ այս տեղեկություն շենիկներ կար։ Այո, նրանք նույնիսկ ունեն հատուկ ռոբոտ, որը մտել էր ռուսական բլինդաժի մեջ եւ գերի էր վերցրել 10 զինվոր ռուս։ Ասենք ռոբոտը մտել էր, ավտոմատը պահել էր ռուսների վրա, սրանք բոլորը այսպես ձեռքերը վեր պարզե, հանձնել էր ռոբոտը սրանց տարել էր գերի։ Ուղղակի, ասենք, Տերմինատորը կինոյից ինչ որ մի հատված է հիշեցնում, բայց սա այսօր իրականություն է ու տեղի ունենում, ու Հայաստանը պետք է անմասն չմնա այս գերի վերցնող ռոբոտների արտադրությունից։ Հասկանում եք, որ մեր ռոբոտն մտնի ադրբեջանական բլինդաժ, ասենք սաղին գերի վերցնի, բերի հայկական կողմ։ Ես երազում եմ, որ մենք էլ ունենանք նման հնարավորություններ, չնայած Ֆանտաստիկայի մեր ժանրից է։ այո, բայց այսօր դա իրականություն է։ Փաստ է, որ տեղի է ունեցել ու այսօր էլ ռազմաճակատում նման դեպքեր։ Մի խոսքով, պարոն Այվազյան, ինչ ասեմ, դուրս շատ եկավ, բայց օրինակ եւ հակատանկային խոցման կորնետները չհավանեցի, որովհետև դրանք նախորդ տարի տեխնոլոգիաներ են։ Իսրայելը մեծ քանակությամբ Ադրբեջանին վաճառել է, գիտեք ինչ տեսակի Spike, ուրեմն Spike համակարգերն է վաճառել, Spike ER, Spike LR və Spike NLOS համակարգեր մինչև 2018 թիվը ավելի քան 250 հատ համակարգ են ուղարկել ամեն մեկից առանձին։ Սրանք ուղղաթիռների վրա են տրվում, տանկերի վրա են տրվում, տրվում են Sendcat իսրայելյան արտադրության ավտոմեքենաների վրա, իսկ մենք սպայքեր չունենք։ Իսկ այդ կորնետները, որոնք որ ասենք լազերային գծով են ուրեմն կարողանում խոցել մի վարքյան կներեք, պարոն Այվազյան։ Իսկ այդ ասենք սպայք համակարգերը նրանք ունեն 3 տեսակի հնարավորություն։ Կրակեցիր մոռացար, կրակեցիր հետևեցիր, թե ուշ գնաց եւ կրակեցիր եւ ողջ մարտը հետևեցիր։ 3 համակարգ ունեն, հասկանում եք, իր վրա ասենք այսպես բան ունի, որ կարող ես 3 տարբեր ձևով կրակել։ Ու մինչև 22 կիլոմետր թռնում է, ինչպես է ինքը ամերիկյան ժավելինի համակարգերն են։ Ամերիկյան ժավելինի, որը մենք ցավոք սրտի Հայաստանում չունենք։ Պետք է այդ ժավելիններ շատ առնել, ասենք ինչքան էլ Ադրբեջանը հարյուրներով տանկ ունենա, 100 հատ ժավելին առեք, 100 տանկ Ադրբեջանը չի ունենա։ Հասկանում եք։ Շատ ճիշտ է, պարոն Չեռնոմորյան։ Այսինքն այն մետաղի ջարտոնը, որ Ադրբեջանը ցույց է տալիս, դե 30-ներն էր ցավալի, որ մերոնք բերեցին ցույց տվեցին այդ երկաթի կտորները ռուսական արտադրության դե 30-ները։ Ճիշտ է, մենք դեռևս 152 միլիմետրի տակ ենք, հա, մեր Երկուսն բանակը, էլ կան։ ասենք մեր հիմնական Գիտեմ, դե 155-ի տակ գնում են Սեզարնեն ու չինական, դա հնդկական ատաքսներն են։ Բայց համենայն դեպս ցանկանում եմ, որ ասենք մեր հիմնական զինատեսակը լինի նատոյական եւ հրազենային,
ամբողջ պարկը փոխենք, անընդհատ նայում ես տղեկ արդեն սիրուն այդ ֆորմաներից ուղղակի հաճույք ստացա, հիշում եմ 90-ականներին ես որ ծառայում էի, սարսափել էր մի անգամ ասենք այդ ոչիլից եւ այն մտցնում էր երածրած ջրի մեջ դուրս էր բերում ամբողջ ֆորմատ դառնում համազգեստը դառնում էր սպիտակ գույնի ամբողջիդ վրայի այդ նկարած այդ ամբողջը գույնի հետ գնում էր մի անգամ լվալուց հետո սարսափել էր ինչպիսի համազգեստ ունենք մենք 90-ական թվերին ես 99-ին եմ ծառայել այդ հոկտեմբերի 27-ի ականատեսներից մեկն եմ որ եղել եմ ազգային ժողովի պատերի տակ Եվ սարսափել էր մեր այդ համազգեստային տարիներին, Քոչարյանի տարիներին, հա, որ հիմա այսպես դուրս են եկել Քոչարյան են կովերքում։ Սոված Հարցազրույցները ենք հաց չուն, այսօր էլ սոված ենք հաց չունեինք ուտելու։ Այս կուզենայի ասենք դե 30-ի փոխարեն տեսնել Սլովակիայի արտադրած շվեդական արտիլերիաները տեսնել, կցանկանայի ասենք չեխական արտադրության արտիլերիան տեսնել, հասկանում եք հրետանային համակարգերը, այսինքն ավտոմատացված հրետանային համակարգերը։ Հետո սեզարները ասենք շատ այսպես ռուսերեն լեզվով ասած կապրիզնի, հա, համակարգեր են։ Դրանք անդադ մաքրելու, հետևելու տեխնիկական լուրջ հնարավորություններ են պետք, որ դրանք անընդհատ վերանորոգես մարտի դաշտում, ասենք ռուսական արտիլերիան հրետանի, որ T20-ով մերոնք կռվում են կամ T30-ով, որ այդքան էլ շատ չունենք, կրակում են, հա կարող ես անդադ իր հետևից կրակել եւ ասենք փողը փոխելու կամ տեխնիկական լուրջ, ասենք խնդիրներ չկար, իսկ ինչքան որ ասենք արևմտյան տեխնիկան մենք ստանում ենք, դրա հետ նաև պետք է մասնագիտացված կրթություն մերոնք ստանան մեր հրետանավորները, որովհետև դրանք վերանորոգել տեխնիկական սպասարկումը բավականին բարդ է։ Դրանք շատ այսպես կապրիզանող զինատեսակներ են, որոնք պետք է նաև լավ մասնագետներ մենք ունենանք։ Պարոն Այվազյան, շատ ասեք, խնդրեմ, ասեք։ Եթե ավարտեցիք, մենք շատ քիչ ժամանակ հիմա ունենք, ընդամենը մի քանի Այո։ րոպե, 3-4 րոպե, կարող է մի քանի խոսքով ներկայացնեք, թե ինչ է հիմա տեղի ունենում Իրանի շուրջ։ Դա եւս կարևոր հարց է։ Եթե ավարտեցիք իհարկե զորահանդեսին Հա, վերաբերող հարցերը։ հասկանում եք, անվերջ կարող եմ այս թեմաների մասին խոսել, բայց եկեք ավարտենք, խոսենք մի քանի նախադասություն այս թեմաների մասին։ Օրական կտրվածքով մի քանի ինքնաթիռ ամերիկյան տրանսպորտային վայրեջք են կատարում Իսրայելում։ Անցյալ շաբաթ էր, որ մենք խոսեցինք միասին, մի ժամվա ընթացքում 6 ինքնաթիռ տեսա, թե ինչպես են վայրեջք կատարում, ասենք Բեն-Գուրիոնի անվան օդանավակայանում։ Զենքի ու զինամթերք է, որ գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգներից Իսրայել։ Սա ինչի մասին է խոսում։ Խաղաղության մասին չեմ կարծում։ Բանակցություններ գիտեք, որ ամեն ռազմական գործողությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտ 4-ից 5 ամիս պատրաստվում է հաջորդ ռազմական գործողությանը։ Ինչպես մենք խոսում ենք անցյալ տարի հոկտեմբեր ամսից մատնանշում ենք, որ այս տարվա գարունը պետք է պատերազմ լինի եւ դա այդպես էլ եղավ, հիմա եւս մոտ 4 ամիս ժամանակ են ցկում, այս հարցի շուրջ համաձայնվել ենք, այն հարցի շուրջ չենք համաձայնվել։ Խնդրին այն է, որ կարող է շատ երկրորդական հարցերի շուրջ ընդհանուր հայտարար եկած լինեն, բայց ամենալուրջ կարևոր խնդրի մասին, որը ասենք միջուկային զենքի փոխանցումն է, որը ասենք հրթիռային համակարգերի արտադրության բացառումն է եւ նաեւ պրոքսիների վերացումն է, ասենք չֆինանսավորումն է այս հարցերի շուրջ Իրանը երբեք որևէ կերպ համաձայնության Ամերիկայի Միացյալ Նահանգների չի կա, ամերիկացիները մուկ ու կատու են խաղում, ավելացնում են իրենց հնարավորությունները ռազմական տարածաշրջանում եւ ես սա ցավով եմ ասում, որովհետեւ աչքովս եմ տեսնում Բեն-Գուրիոնի օդանավակայանում եւ Էլատի օդանավակայանում այլևս կայանելու Այդտեղ տեխնիկա սպասվում է ամբողջությամբ պատերազմ։ ամերիկյան տրանսպորտային, այո, հիմա նորից համար 1 էր մի քանի օր առաջ անընդհատ սպասում ենք, որ պատերազմ կլինի, 3 օր առաջ ենք սպասում, 4 օր առաջ ենք սպասում, նույնիսկ մեկ ազդանշան ստացա, շատ կարևոր, մտածում եմ, որ արդեն կհարվածեն այդ գիշեր, խոսքը 4 օր առաջ էր, բայց մյուս ազդակները չկային, ասենք մի քանի ազդակներ կան, որ ասենք դրանք որ ամբողջությամբ լինում են, կարող եմ հստակ ասել։ Համենայն դեպս սա է իրավիճակը, պարոն Այվազյան, չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսպես հեշտությամբ նահանջի, որովհետև ինչի համար արեցին այս ամբողջ, եթե պետք է Հորմուզը բացել է լավություն անեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հասկանում եք։ Ճիշտ եք, պարոն Չեռնոմորյան, շատ շնորհակալ ենք ձեզ։ Հաստատ շատ Ես էլ եմ հետաքրքիր եւ շնորհակալ, կարևոր աստվածքա քիչ զենքերի զրույց մասին։ ստացվեց։ Այո, Ես կներեք մի քիչ հիմա տվերով եւ հա հայկական համացանցում փորձում եմ տեսնել ընդհանուր վերլուծությունները շաքերթի հետ կապված եւ ցավոք սերտի դրանք շատ քիչ են։
Շատ շնորհակալ ենք, որ միացաք մեզ Իսրայելից եւ հնարավորություն այսօր ունեցանք զրուցելու այդ հարցի շուրջ։ Շատ կարեւոր հարցի շուրջ։ Շնորհակալ ենք, պարոն Չեռնոբել։ Շնորհակալ։ Հաջողություն ձեզ։